Արցախի Բերձոր քաղաքում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ կայացել է Ադրբեջանի, Պակիստանի ու Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, որն էր գագաթնաժողովի գլխավոր նպատակը։ Հիշեցնեմ, սա այդ երեք երկրների առաջնորդների երկրորդ գագաթնաժողովն է, առաջինը տեղի ունեցել Արցախում պատերազմից հետո, երկրորդը կայացավ Պակիստանի ու Հնդկաստանի միջև պատերազմից հետո, եւ դա այդ միջոցառմանը հատուկ այսպես երանգ է տալիս այդ հանգամանքը։ Եվ նաեւ պատահական չէ այն, որ այդ գագաթնաժողովը անց է կացվում Ադրբեջանի անկախության օրը, եւ այդ երեք երկրների ղեկավարները մասնակցել են Բերձորում բացված օդանավակայանի այդ պաշտոնական բացման արարողությանը։ Իսկ երեկոյան համերգից առաջ կարևոր հայտարարություններով են հանդես եկել։ Մասնավորապես ուշագրավ է Պակիստանի ղեկավար Մոհամմադ Շահբազ Շարիֆի հայտարարությունը, որը կարծում եմ արժի մեջ բերել։ Մեր երեք երկրները համախմբվել են մեկ ընտանիքի պես։ Երբ Ադրբեջանը Հայաստանի հարձակման ենթարկվեց, Թուրքիան եւ Պակիստանը ժայռի պես կանգնեցին Ադրբեջանի կողքին։ Իսկ երբ Պակիստանը ենթարկվեց Հնդկաստանի հարձակմանը, իմ հարազատ եղբայրներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Իլհամ Ալիևը առանց հապաղելու աջակցեցին մեզ։ Ըստ էության առաջին անգամ Պակիստանի առաջին դեմքերի շուրթերից հնչում է շատ հստակ հայտարարություն այն մասին, որ Պակիստանը Արցախյան պատերազմի ժամանակ բաց աջակցել է Ադրբեջանին։ Եվ սա հակասում է մինչ այդ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին այն մասին, որ այդ պատերազմում Ադրբեջանը ինքնուրույն է գործել եւ ինքնուրույն է հաղթել հակառակորդին։ Այդ իր հայտարարությունը անգամ Թուրքիայում շատերի դուրը չէր եկել եւ Թուրքիայի արտգործնախարարությունը ստիպված է եղել հիշեցնել Իլհամ Ալիևին, թե ում աջակցության շնորհիվ է իրեն հաջողվել հաղթել այս պատերազմում։ Բայց այս անգամ Իլհամ Ալիևը ինքն է հաստատել, որ Արցախյան պատերազմի ժամանակ վայելել է Պակիստանի աջակցությունը։ Մեջբերեմ նրա խոսքերը 44-օրյա Ղարաբաղի պատերազմի ժամանակ մեզ աջակցեցին Թուրքիան ու Պակիստանը։ Այդ երկրների աջակցությունը բոլորովին նոր իրականություն ստեղծեց միջազգային մասշտաբով։ Մեր ուժը միասնության մեջ է։ Ի վերջո ժամանակն է, որ Իլհամ Ալիևը կողմնորոշվի ինքնուրույն է պատերազմին մասնակցել, թե այնուամենայնիվ Պակիստանի եւ Թուրքիայի աջակցությամբ է իրեն հաջողվել պատերազմում հաղթել։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը Շարիֆը եւ Ալիևը հաստատել են ըստ էության, որ Ադրբեջանը Հնդկաստանի դեմ վարած պատերազմում ըստ էության կողմ է հանդիսացել, քանի որ բաց տեքստով աջակցություն է ցուցաբերել Պակիստանին։ Ալիևը ասել է, մեջբերում եմ նրա խոսքերը, մենք առաջին իսկ օրից բաց ձևով աջակցել ենք Պակիստանին։ Ըստ էության Ալիևը հաստատում է, որ Հնդկաստանը իր թշնամի հակառակորդ պետություն է եւ կարծում եմ Նյու Դելիում դա գիտակցում են եւ վաղուց արդեն համենայն դեպս այս հայտարարությունից հետո հիմք ունեն դասելու Ադրբեջանը Հնդկաստանի հակառակորդ թշնամի պետությունների շարքին։ Արտյոմ, իսկ ինչ որ կարևոր մեսիջներ հնչեցվել են այդ գագաթնաժողովում։ Այո, Ալիևը կրկին օգտվել է հնարավորությունից Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու եւ հայտարարելու, որ Սյունիքը ժամանակին իբրև թե առանձնացվել է Ադրբեջանից եւ նվիրաբերվել է Հայաստանին, եւ այն, որ իր այդ հայտարարությունը նա անում է Պակիստանի եւ Թուրքիայի ղեկավարների ներկայությամբ, ավելին այն հայտարարությունից հետո, որ Պակիստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը բոլոր հարցերում այսուհետ եւս միասնական են լինելու, դա նոր երանգ է տալիս իր այդ խոսքերին։ Ըստ էության դա կարելի է նաև որպես սպառնալիք ընդունել եւ մեկնաբանել որպես ակնարկ այն մասին, որ եթե հավակնությունները առարկայական դառնան, Պակիստանը եւ Թուրքիան նույնպես Ադրբեջանին աջակցելու են։ Հետաքրքիր է, որ ի տարբերություն Մոհամմադ Շարիֆի, Էրդողանը եւ Ալիևը հայտարարել են, որ այդ երեք երկրների համագործակցությունը առաջին հերթին ծավալվում է ռազմական ոլորտում։ Պակիստանի ղեկավարը այդ մասին չի արտահայտվել։ Էրդողանը նույնպես ակնարկել է, որ այդ երեք երկրների թշնամիները պետք է գիտակցեն, թե ում հետ գործ ունեն, քանի որ այդ երեք երկրների միասնական բնակչությունը ավելի քան 300 միլիոն մարդ է եւ որ երկրների միասնական հնան ավելի քան $1 տրիլիոն է հասնում։
Արդյոք Ալիևն ամեն բան անում է, որպեսզի վայելի միջուկային գերտերության աջակցությունը։ Իսկ Պակիստանի տեսանկյունից ինչով է հետաքրքիր շահեկան Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Իրականում Ադրբեջանը Պակիստանի համար առանձին վերցված հետաքրքրություն չի կարող ներկայացնել, որտեղ պարզապես շատ տարբեր քաշային կատեգորիաներում են, հա, բավական է նշել, որ Ադրբեջանի բնակչությունը մոտ 30 անգամ ավելի քիչ է, քան Պակիստանի բնակչությունը, Պակիստանը միջուկային գերտերություն է, Ադրբեջանը այսպես նոր է իր հավակնությունները այդ իմաստով ձևավորում, ուստի Ադրբեջանը փորձում է ներքաշել Պակիստանին համագործակցության մեջ հենց այդ եռակողմ ձևաչափով, քանի որ Թուրքիան այնուամենայնիվ Պակիստանի համար կարևոր գործընկեր է։ Դե Հնդկաստանում այդ ամենը, ինչպես ասացի, նկատում են, գնահատում են եւ կարծում եմ տրամաբանական կլիներ, եթե Նյու Դելհիի պատասխանը կլիներ նոր եռակողմ ձևաչափի համագործակցություններ ձևավորելը, հա։ Օրինակ ժամանակին այսպես հիմք էր ստեղծվում Հնդկաստան-Իրան-Հայաստան ձևաչափի համագործակցության, Հնդկաստան-Հունաստան, Հայաստան, Հնդկաստան-Ֆրանսիա-Հայաստան։ Իդեպ դրա համար կոնկրետ ինչ-որ որոշակի քայլեր ժամանակին արվել են։ 23 թվականի ապրիլին Երևանում գումարվել էր Հայաստան-Իրան-Հնդկաստան արտգործնախարարների գագաթնաժողով, իսկ անցած տարի Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ տրամաբանական կլինի, եթե ձևավորվի քառակողմ համագործակցության ձևաչափ Հայաստան, Հնդկաստան, Ֆրանսիա, Հունաստան։ Բայց առայժմ դա խոսքեր են եւ գործնականի առայժմ կարծես Հնդկաստանում պատրաստ չեն անցնել, բայց տրամաբանական կլինի, եթե արդեն խոսքերից գործի անցնեն Հնդկաստանում։ Շնորհակալություն։